Բարև ձեզ, Ես Էլեն եմ, ապրում եմ Գավառում, մի սովորական ընտանիքում։ Երազանքս է դառնալ գրաֆիկ դիզայներ։ Ուզում եմ ապագայում դառնալ թարգմանչուհի եւ հուսով եմ, որ երազանքս կիրականանա։ Այս ակնարկան էֆակն է, ուրեմն մենք գտնվում ենք մեմորիալության դարբնի այրավության լաբորատորիայում։ Տարածքը մեզ օգնեց դառնալ STEM-ար կրթական ծրագրի մի մասնիկը։ Ստեղծել ենք մեր ռոբոտ ձեռքը, ավելի շատ գիտությամբ զարգացած երկրներն են աշխարհում ավելի մեծ տեղեր զբաղեցնում։ տնական նկարել, հետո հերթականությամբ սկսում է տառերը նկարել։ Մեր մեսեջը եւ մեր նպատակը Արցախ անունով նվագախումբը հպարտությամբ ներկայացնել եւ Հայաստանում եւ արտասահմանում։ Ձայն չկա։ Եկեք միայն հիշենք վաղուց, ինչ ենք սովորում։ Հələ ստացեք դու։ Արտի ժամանակներում շատ է կարևորում ֆինանսական գրագիտության դերը։ Շախմատային դարձած քաղաքներից մեկում, Ծաղկաձորում, մեկնարկ ենք տալու մի մրցաշարի, որը սկսվել է 7 տարի առաջ։ Այս տարի 15-րդ անգամ Մատենադարանում կազմակերպվում է հիշողության կերպարանքները միջազգային սեմինարը եւ արդեն որ 3-րդ տարին Արարատ բանկը ստանձնում է նաեւ այս սեմինարի հովանավորությունը Արարատ բանկի մասնակցությամբ ներդրեցինք անվտանգության նոր համակարգ, որը դժվար է ասել թե ինչ չափով լրջացրեց Մատենադարանի անվտանգային համակարգը։ Ներկայացնում ենք արհեստական բանականությամբ աշխատող կրթական հավելված։ Մենք առաջարկում ենք տեղաշարժող թիվ, որը գնում է համերգներ։ Ես որոշել եմ լուծել այդ խնդիրը։ Մենք թափոններից ստանում ենք էներգիա։ Ես առաջարկում եմ, որ օգտագործենք բազմազգայարան գրքեր։ Այս հաստոցի միտքն անվարկանում է ինքը նորարարական է Հայաստանում առաջին անգամ։ Ես եմ սարքելու օգնությամբ Գորիսի իրական դպրոցի աշտարակում։ Հայկական պարը հոգու տիեզերք է, ասում էր Գագիկ Գինոսյանը։ $4090 հավաքեց մի օրից, որի ցավը մեկն էր։